Բարև ձեզ, եթերում բուն զրույց ընտրություններ հաղորդաշարն է, ես Աննա Մինասյանն եմ։ Մոլդովայի վերջին խորհրդարանական ընտրությունների մասին խոսում են շատերը, փորձագիտական շրջանակներ, քաղաքական կուսակցություններ, հղում են անում տարբեր տեսանկյուններից, եւ այսօր կփորձենք հասկանալ, թե Մոլդովայում իրականում ինչ տեղի ունեցավ եւ ինչ դասեր կարելի է քաղել Հայաստանի համար։ Այդ կապակցությամբ իմ հյուրն է այսօր FIPM փաստերի ստուգման հարթակի գլխավոր խմբագիր Հասմիկ Համբարձումյանը, շնորհակալ եմ շատ, որ միացել եք մեզ։ Շնորհակալ եմ։ Տիկին Համբարձումյան, նախ մի փոքր պարզապես ճշտենք ձեր մասնակցությունը, ինչպես եք ներգրավել Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում, ինչ մասնակցություն եք ունեցել եւ ինչ փորձով կարող եք կիսվել մեզ հետ։ Իրականում ձեր նախաբանում, որ ասացիք, Մոլդովայի ընտրությունների մասին նաև լրագրողական հանրությունն է խոսում, որտեղ դա մեզ համար շատ կարևոր օրինակ էր։ Ես որպես դիտորդ գրանցվել էի իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության կողմից եւ հնարավորություն ունեցա եւ ընտրությունների օրը լինել տեղամասերում եւ մինչեւ ընտրությունների մինչեւ քվեարկության օրը տեղի ունեցած բոլոր հանդիպումներում կարողացել եմ մասնակցել, լսել կողմերին, քննարկումներին եմ մասնակցել, լսել եմ թե ինչ փոփոխություններ եւ ինչ գործընթացներ են նախորդել ընտրություններին։ Իմ մասնակցությունը այդպես է եղել եւ մեզ որպես կազմակերպություն ավելի շատ հետաքրքրում էր ապատեղեկատվության հատվածը լրատվամիջոցների թե ինչպես են լրատվամիջոցները պայքարել ապատեղեկատվության դեմ եւ այդ պատճառով մենք կարեւորեցինք այս հնարավորությունը եւ ստեղծեցինք այդ պահը օգտվեցինք այդ բայց եւ կարողացանք գործուղվել եւ ես կարողացա գործուղվել Մոլդովա։ Ապատեղեկատվությունից սկսենք թերևս հենց, որովհետև լրագրողական համայնքում եւ լրատվամիջոցների պրոդուկտից օգտվող ընտրողների շրջանում թերևս դա ամենակարևոր հարցն է տվյալ պարագայում։ Ինչ հիմնական ապատեղեկատվական հոսքեր էին, ինչ մեխանիզմներ էին, ինչ տեսակ դուք այնտեղ, այսինքն ինչ տեղի ունեցավ, որովհետև ինձ հետաքրքիր է մենք հաճախ խոսում ենք միայն մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, բայց այս դեպքում լրատվամիջոցներում էլ, ինչպես ասացի, տարբեր հարցազրույցներում պարբերաբար անդրադարձ է կատարվում դրան։ Ուղղակի ես կուզեմ, որ մենք ավելի հստակ հասկանանք, թե ինչի էր դա կարևոր, այսինքն այդ ինչ տեղի ունեցավ, ապատեղեկատվական ինչ հոսքեր էին, ում կողմից էին, ինչ մեխանիզմներով էին դրանք իրականանում, որտեղ մենք մի դարում ենք ապրում, որտեղ տեղեկատվությունը այլևս պարզապես տպագիր մամուլը չի կամ հեռուստատեսությունը չի, ինչ էր տեղի ունենում։ Նայեք, 2024 թվականին գիտենք, որ Մոլդովայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, Եվրոպական միությանն անդամակցելու հանրաքվեն տեղի ունեցավ եւ այնտեղ իրենք շատ վատ ծանր վիճակում կարողացան հասցնել, այսպես ասած, ծայրը ծայրին, կարողացան եւ նախագահական ընտրություններում Սանդուն կարողացավ հաղթահարել Շեմը եւ հանրաքվեն կարողացավ անցողիկ համարվեց եւ նրանք անցել էին այդ ընթացքը շատ ծանր ընթացք էին անցել, որովհետեւ ապատեղեկատվության մեծ հոսքեր էին կարողացել դիմակայել Որտեղից էին գալիս այդ դրանք հիմնականում ռուսական լրատվամիջոցների կողմից էր, պրոռուսական պրոքսի գործիչների կողմից էին եւ պրոռուսական լրատվամիջոցների այնտեղ գործող պրոռուսական քաղաքական շրջանակների հետ կապված լրատվամիջոցների կողմից այս ընտրությունները եւս նախընտրական շրջանը հատվածը գոնե այդպես անցավ, էլի բուրն էր, այդ ապատեղեկատվական հոսքը Ես գիտեմ նաև ճշտենք, որ եթե կա կուրսի հարց, հա, ընտրության, օրինակ, տվյալ դեպքում շատ հստակ է Մոլդովայում այդ նախընտրական արշավը արևմտամետության եւ ռուսամետության միջև ընտրություն կատարելու մասին է։ Շատ մեծ է եւ մենք չենք ասում նրա մասին, որ որևէ կուրսի պաշտպանությունը դա ինչ որ խնդրահարույց բան է, շատ լավ է պաշտպանությունը, բայց այո, շատ կեղտոտ գործիքներ են կիրառվում պրոռուսական գործիչների կողմից եւ այդ գործիքները
եւ իրենց ոչ հաճելի եւ իրենց պետությանը վնասող նարատիվներով էին ընթանում այդ արշավը օրինակ Մայա Սանդուն լրատվամիջոցն այդ ապատեղեկատվական հոսքերի մեջ համարվում էր որպես արևմտյան գործիչ, որպես ոչ նորմալ սեռական կողմնորոշում ունեցող անձ, որի ընկերուհին կարողացել է պետական բյուջեից մեծ գումարներ վերցնել, այո, վատնել եւ հեռացել երկրից։ Այդպիսի այդ բնույթի տեղեկատվական հոսքեր են շրջանառվել եւ դա համարվում է պետությանը վնասող եւ նախ ընտրողների կամքը, այսինքն ընտրողների ազատ ընտրության իրավունքին խանգարող, որովհետեւ եթե դու պիտի ընտրություն կատարես, ի վերջո ինչ է ապատեղեկատվությունը, հասարակական կարծիքը փոխելու, վրան ազդելու, անհնազանդություն, հուզումներ առաջացնելու միջոց եւ նրանք օգտվել են այդ միջոցներից բոլոր հնարավոր ձևերով եւ սոցիալական մեդիայում, TikTok-ում մասնավորապես, Telegram ալիքներում, կեղծ հաշիվների, նաեւ կեղծ համակարգված ոչ աուտենտիկ միջոցներով կարողացել են կեղծ հաշիվներով շրջանառել նարատիվներ, որոնք վնասում են պետության շահերին։ Լրատվամիջոցների որոշ մասի կողմից պայքարի շրջանակներում բացահայտվել է եւ մենք կարողացանք ծանոթանալ այդ ձևերին, որոնց միջոցով կարողացել են բացահայտել նրանք լրատվամիջոցները հետաքննական կարողացել էին ներդնել իրենց լրագրողներին այդ արշավների մեջ եւ լրագրողը մասնակցել էր նրանց բոլոր հանդիպումներին, նրանց գործողություններին, համակարգված եւ նաեւ ընդհանուր միջև գումար էր կարողացել ստանալ այդ միջոցներով դրա համար իրենք կարողացան այդպես բացահայտել այդ արշավները ինչպես եւ ում կողմից են համակարգվում եւ դա հայտարարվեց նաեւ գրվեց այդ մասին որ համակարգվում է պրոռուսական գործիչների այնտեղ Ռուսաստանում գործունեություն ծավալող օրինակ Իլոն Շորի կողմից եւ որը ռուս գործարար է քաղաքական գործունեություն է ծավալել Մոլդովայում սակայն հետախուզման մեջ է գտնում է Ռուսաստանում այդ ճանապարհներով կարողացել են իրենք բացահայտել հսկայական մեծ հոսքեր լրագրողական համայնքը այո լրագրողական համայնքը եւ հասարակական կազմակերպությունը այստեղ Մոլդովայի փորձը ինչով է մեզ համար շատ ուսանելի լրագրողական համայնքը հասարակական կազմակերպություն եւ նաեւ պետությունն է կարողացել նրանք միասնաբար կարողացել են այդ հոսքերին դիմակայել այսինքն պետությունը անմասն չի մնացել այդ պայքարից որովհետեւ մենք այնտեղ ծանոթանում էինք պետական հիմնարկների հետ օրինակ այնտեղ կար Stratcom որը պետական հիմնարկ է նախագահի հրամանագրով ստեղծված եւ նախագահի ենթակայությամբ եւ նրանց գործառույթը հենց ապատեղեկատվության դեմ պայքարն է բացահայտելը ինչպես է այդ հոսքերը կազմակերպվում եւ ամենահետաքրքիրը այնտեղ որն էր որ նրանք բացի հերքումից կարողանում էին նախ pre-banking անել, այսինքն նախապես գիտեին ինչ նարատիվներ են տարածվելու, կարողացել են այդ այո, դիմակայել այդ հոսքերին։ Եվ դա շատ կարևոր էր իմ կարծիքով Մոլդովայի համար, Մոլդովայի օրինակով շատ կարևոր դա գործողություն է, որովհետև մենք տեսնում ենք, որ պետությունը իր կոմունիկացիան Հայաստանում շատ վատ է տանում, այո, պետական մարմինները չեն կարողանում կոմունիկացվել եւ այդպիսի հիմնարկի գոյությունը ինձ թվում է շատ կարևոր է, որ համակարգված գործողություն լինի ապատեղեկատվության դեմ։ Եվ նաև մեր ընտրությունների նախաշեմին մենք տեսնում ենք այդպիսի հոսքեր, օրինակ փաստահստուգման հարթակը բազմաթիվ վերջին շրջանում բազմաթիվ շուրջ տասնյակի չափ կեղծ լրատվամիջոցների, մենք դրանց անվանում ենք դոպելգենգերներ, կեղծ լրատվամիջոցների
տեղեկությունները կարողացել հերքել եւ նաեւ որոշակիորեն ցույց տալ, թե որտեղից են դրանք գալիս, ինչ հոսքերով եւ ինչ ձևերով են շրջանառվում Հայաստանում։ Դինան բարձրան այստեղ այո կարևոր է երևի կոմունիկացիայի եւ ձևը եւ ժամանակը եւ մեթոդը եւ ինձ շատ հետաքրքիր էր որ ասացիք որ Մոլդովայում փաստորեն եւ լրագրողական համայնքը եւ քաղաքացիական հասարակությունը եւ ոնց որ պետությունը իրար հետ միահամուռ են այդ գործը անում հիմա այստեղ մենք խնդիր ունենք կարծում եմ Հայաստանում որ օրինակ եթե որևէ այդ բոլոր շրջանակներից հա որևէ մեկն է մատնանշում ինչ որ խնդիր միանգամից այդտեղ կարա լինի հակազդեցություն այն իմաստով որ դա ձեր շահերից է բխում օրինակ եթե իշխանությունը խոսի կամ կառավարությունը կամ ընդդիմությունը երբ որ միայն մի կողմն է խոսում ինչ որ խնդրի մասին ավտոմատ մարդկանց մոտ միանգամից իրենց կախված իրենց նախընտրություններից միանգամից առաջանում է ինչ որ մի վերաբերմունք այդ նյութի վերաբերյալ, այսինքն եթե օրինակ ընդդիմությունն է ասում սա կեղծիք է, իշխանամետ զանգվածը ընտրական ասում են դե դուք սխալ եք ասում եւ հակառակը։ Չէ, բայց մենք ցույց ենք տալիս ձևերը ոնց են տարածվում։ Այո։ Եվ ոնց են ինչ միջոցներով, ում հետ ում եւ որ ուժի հետ փոխկապակցված լրատվամիջոցներով, ռեսուրսներով են տարածվում, դա արդեն ակնհայտ է, թե ովքեր են դրա հետևում կանգնած, այսինքն դա չեմ կարծում, որ նորմալ adekvat մարդ կարող է այդպիսի կարծիք կամ չգիտեմ։ Չէ, ձեր արածի մասին չեմ խոսում, ես նկատի ունեմ, եթե քաղաքական ուժերը կամ իշխանությունը ինքը փորձի դա կոմունիկացնել, կստացվի, որ դե բարձր դա ասում է որովհետեւ իր շահերից է բխում այդ մտայնությունը կա որ դու անմիջապես կարող ես ասոցացվել այս կամ այն ուժի պրոքսի, չգիտեմ, այս կամ այն ուժի շահերը առաջ տանող կամ բայց գիտեք մեր մոտ մեր լրատվական դաշտում լրատվական գործունեություն իրականացնող այդ ռեսուրսները հիմնականում ռուսական ազդեցության ներքո գտնվող ռեսուրսներ են եւ նրանք թե տելեգրամ ալիքները թե լրատվամիջոցները նրանք տարածում են այն նարատիվները որոնք շրջանառում է հիմնականում ռուսական կողմը եւ նրան նրան հարող քաղաքական շրջանակները օրինակ չգիտեմ մի այսպիսի օրինակ որ հայտարարվեց որ Հայաստանում Ֆրանսիան թափոններ վնասակար թափոններ է բերելու եւ այստեղ պահեստավորելու է եւ անմիջապես մենք տեսանք արձագանք ադրբեջանական կողմից որ դա տարածաշրջանային սպառնալիք կարող է հանդիսանալ այդ լրատվամիջոցը մենք ստուգեցինք ինքը կրկնօրինակ ֆրանսիական բավականին հայտնի լրատվամիջոցին կրկնօրինակ լրատվամիջոց էր եւ հերքումը անգամ տրվեց ֆրանսիական կողմից ու այդ լուրը մինչև հիմա այդ քաղաքական շրջանակներին ասոցացվող լրատվամիջոցներում շրջանառվում եւ տարածվում է թե բազմաթիվ կողմերից եւ պետական մարմիններից եւ փաստեր ստուգողները հերքեցին եւ նաեւ պաշտոնյաները որ այդպիսի բան չկա այսինքն դա հատուկ միտումնավոր արվող քայլեր են եւ դրանց հետևում արդեն հասկանում ես թե ովքեր են կանգնած եւ նշենք նաեւ այստեղ մի կարեւոր բան որ հերքումը երբեք այնքան արդյունավետ չէ ինչքան սկզբնական նյութը մեր փաստեր ստուգողների ամենամեծ խնդիրն է որ շատ արագ տարածվում է ապատեղեկատվությունը բայց երբ դու արդեն հասցնում ես հերքել եւ բացատրել հանրությանը որ գիտեք այս բազմաթիվ գործիքներով կարողանում ես ապացուցել որ դա կեղծ տեղեկություն էր տարածված է բայց դու միևնույն է չես կարողանում այն լսարանին հասնել որին առաջին սկզբնաղբյուրը կարողացել էր հասնել եւ համոզել որ դա ճիշտ է Տիկին Համբարձման հիմա մենք ունենք ոչ հեռու սարերի ետևում ընտրություններ խորհրդարանական եւ կարծում եմ հենց այո Մոլդովայի փորձին միշտ անդրադարձ են անում վերջերս տարբեր փորձագետներ հատկապես եւ նաեւ ձեր համայնքը լրագրողական հասարակական կազմակերպությունների որովհետեւ վտանգը
կա, որ այդ սցենարը կրկնվելու է նաև Հայաստանում, այսինքն դա ցերևս կանխարգելել հնարավոր չի, որտեղ այս դարում այդ ինֆորմացիոն հոսքերը փակել հնարավոր չի, բայց մտավախությունը այն է, որ արդյոք Հայաստանը, այսինքն մտավախությունն է, որ Հայաստանը չի կարողանա այնքան արդյունավետ դրա դեմ առնել, ինչքան դա կարողացավ անել Մոլդովան։ Եվ ուզում եմ ձեր գնահատականն էլ այս կապակցությամբ լսել, թե արդյոք մենք էլ կարողանանք հաղթահարել այս փուլը, եւ ես ի նկատի չունեմ, թե ընտրությունների արդյունք, այսինքն այստեղ ընտրությունների արդյունքը չի կարևոր, այստեղ կարևորն է, որ այդ ընտրությունը մարդիկ կատարեն գիտակցված եւ իրենց որոշումը լինի դա, ոչ թե ինչ որ ուրիշ տեղից թելադրված։ Ընդ որում նաև նշենք, որ ապատեղեկատվության գործիքակազմ մեծ հաջողությամբ կարող է օգտագործել նաև գործող իշխանությունը, այսինքն նույն ընտրություններում իրենց ռեսուրսներով կարող են նաև դա անել։ Այսինքն մենք արդյոք պատրաստ ենք մեր պետական համակարգը, մեր իրավապահ համակարգը, մեր քաղաքացիական հասարակությունը, լրագրողական համայնքը պատրաստ է արդյոք պատշաճ արձագանքել այս մարտահրավերներին առաջիկա ընտրությունների կոնտեքստում։ Գիտեք, ես չեմ կարող գնահատել, թե պատրաստ ենք, թե ոչ, բայց ես որպես փաստերստուգող ես ամենօրյա խնդիրների եմ հանդիպում պետական մարմինների հետ շփման հարցում, եւ ես այդ առումով չեմ կարծում, որ պետությունը պատրաստ է ոչ թե համագործակցել, թող սխալ չընկալվի դա, այսինքն նուզուտ տեղեկատվություն տալու առումով, հասանելի լինելու առումով, ես չեմ կարծում, որ այդ կոմունիկացիան կա, իրենք այդ հմտություններն ունեն եւ կարողանում են շփվել։ Ինչ վերաբերում է ընտրությունների, այո, մենք արդեն բուրըն այդ փուլերն ենք ապրում արդեն, այո, նախընտրական եւ մենք տեսնում ենք, ես ամեն օր ես նամակներ եմ ստանում, խնդրում եմ սա կստուգեք, մտնում ես հղումով, տեսնում ես, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Երևանի կենտրոնում կազինո կառուցել, օրինակ ես այդպիսի տեղեկություն եմ ստացել։ Կան մարդիկ մտել նայում եմ եւ այդ ինտերակտիվ շփումը կա էլ այդ օգտատիրոջ հետ, որ օգտատեր չի ինքը, կարծես ինչ որ inauthentic account է եւ կարողանում ես հասկանալ, որ դա զուտ նպատակային տարածված տեղեկություն է։ Եվ մարդիկ հավատում են այդ մեկնաբանություններում, սա ինչ է կատարվում, ուր ենք հասել, այսպիսի զարմացական արձագանքներ։ Եվ այդ առումով շատ բարդ վիճակում ենք հիմա հայտնվել եւ ես չեմ կարող ասել, որ պետությունը իր գործիքակազմով կամ ունի գործիքակազմ դիմակայել դրան, ասենք օրինակ ինչպես Մոլդովայում Stratcom-ներ անում, այդ հաշիվները Մոլդովայում ինչպես էին անում այդ հաշիվները ուղղակի արգելափակում էին TikTok-ում եւ ես տեղյակ եմ ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ-ի իր զեկույցում կար հրապարակած թվային տվյալներ, որ միլիոնավոր Բանգլադեշից այդ inauthentic բոտերը կարողացել են միլիոնավոր հաշիվներ փակել TikTok-ում եւ հավանումներ կարողացել են արգելափակել։ Այդ առումով ես չեմ կարող վստահ ասել, որ Հայաստանը պատրաստ է եւ կարող է Իսկ մենք ունենք այդ գործիքակազմը, այսինքն մեր, ես չգիտեմ, օրենսդրությունը արդյոք տենց թույլ է տալիս դա եւ արդյոք համագործակցություն է դեպքում, որտեղ ես հիշում եմ ոչ վաղ անցյալում օրինակ Facebook-ի, Meta-ի հետ կապված հարցեր կային, որ այսինքն դա շատ բարդ էր անելը, այնպես չի, որ կարող է պետությունը միջամտի եւ ես գիտեմ, որ այդ առումով Մոլդովան համագործակցել է Եվրոպական միության հետ, կարողացել է ստանալ հնարավորություն, որովհետև այնտեղ կա օրենսդրություն թվային տարածքում արգելափակումներ անելու, որը հակասում է պետության շահին։ Այդ առումով իրենք համագործակցություն ունեցել են Եվրոպական միության հետ, կարողացել են դրանց այդ դաշտում դիմակայել։ Եվ նաև այո, պետք է օրենսդրությունը համապատասխան կարգավորումներ ունենա։ Տիկին Համբարձման, բայց այստեղ մյուս կողմն էլ կա, չէ՞, այսինքն կարող են ասել այդ դեպքում, եթե այդ գործիքը պետությունը ունենա, կարող է ցանկացած իրեն անցանկալի տեղեկատվություն, որը ապատեղեկատվություն չի, համարի ապատեղեկատվություն եւ արգելափակի, այսինքն դա ազատ խոսքի ես հասկանում, որ շատ բարդ հարց է, բայց հատկապես որպես
լրագրող կամ որպես բնականաբար ազատ խոսքի պաշտպան, նաև այդ տեսանկյունից, այդտեղ ոնց է բալանսը գտնվում, այսինքն ոնց են բացատրում, որ օրինակ մանավանդ եթե Եվրոպական միությունից են այսպես ասած ստացել համաձայնություն կամ կանաչ լույս դա անելու, ոնց է դա բացատրվել։ Ռուսական որևէ ալիք չեք տեսնի Մոլդովայում։ Սպուտնիկը Մոլդովայում չի հեռարձակվում։ Ուղղակի չկա եւ ես ընտրությունների հաջորդ օրը հետևում էի Սպուտնիկը իսկապես սխալ տեղեկություններ տարածում Մոլդովայի մասին, ընտրությունների արդյունքների, այնտեղ հաղթած ուժերի, տվյալների մասին սխալ տեղեկություններ տարածում։ Դրա ակնհայտ ապատեղեկատվությունը երևում է, զգացվում է ինքը։ Չգիտեմ, դա պետք է մասնագետները ասեն, կարգավորումները իրենք կարող են սահմանել, բայց այո, ճիշտ եք ասում, վիճահարույց այդ առումով վիճահարույց հարց առաջանում է, բայց ակնհայտ ապատեղեկատվություն տարածելու համար կարծում եմ պետք են ռեալ գործիքներ, այո։ Նաև թերևս խոսենք անհատական, ընտրողի անհատական պատասխանատվությունից երևի եւ այստեղ իհարկե կարող ենք երկար խոսել մեդիագրագիտության մասին եւ այլն, բայց մարդու տեսանկյունից ով որ չի հետաքրքրվում, այսինքն իրան հետաքրքիր չի գնալ կրթվել մեդիագրագետ դառնալ նոր տեղեկատվական տեխնոլոգիաները խորապես ուսումնասիրել, ինքը պարզապես օգտագործող է սոցիալական ցանցերի տեղեկատվության, որը որ արկա է դաշտում։ Կասկածելի տեղեկություն ստուգել։ Այ հիմա ես այդեմ, դրան եմ ուզում գալ, այո, դրան եմ ուզում գալ, մարդը, որը որ կարդում է այդ նյութերը եւ դրա հիման վրա փաստորեն պետք է ինչ որ որոշումներ կայացնի։ Ինչ խորհուրդ կարող ենք տալ մարդկանց, ինչպես կարելի է դժվար է իհարկե, բայց ինչ որ կան ինչ որ այսպիսի պարզ գործիքներ, որով մարդը կարող է ինքը իր համար գոնե այդ նախնական ֆիլտրը անի, թե արդյոք այս տեղեկատվությունը, որը ես կարդում եմ, գոնե ինչ որ, չգիտեմ, փոքր տոկոսով արժանահավատ է, թե ոչ։ Եվ արդյոք արժի գուցե, չգիտեմ, մի քանի աղբյուրից ստուգել այդ տեղեկատվությունը նոր դրան այդպես, հա, հավատալ, այսինքն ինչ գործիք կարող է օգտագործի մարդը։ Ցանկացած քայլ անելու համար միևնույնն է, պետք է մարդը չալարի եւ մի քանի գործողություններ կատարի։ Եթե նախ առաջինը, եթե տեսնում է կասկածելի տեղեկություն, չգիտեմ, մի քիչ գոնե անհավանականության 5% անհավանականություն պարունակող, ինքը կարող է գնալ մի քիչ թերթել եւ ստուգել, գնալ պաշտոնական մարմինների էջեր, լավ, եթե չի վստահում պաշտոնականներին, գոնե գնալ մի քիչ արժանահավատ լրատվամիջոցների էջեր, եթե դժվարանում է այդ քայլերն անելուց, կարող է վստահել մասնագետներին եւ այդ հղումը կամ ինչ որ կասկածելի լուր ուղարկել եւ խնդրել, հարցնել, ասել, կարող եք ստուգել դա, հնարավոր է ստուգել, կասեք ինձ ճիշտը որն է, ինչպես անում են շատ մարդիկ վերջին ժամանակներում։ Այսինքն ես կարող եմ ասել, որ այո, դա անհատապես հնարավոր է, օրինակ, ցանկացած լուր տեսնելուց կարող են դիմել օրինակ ձեզ, հա։ Այո, իհարկե, միանշանակ կարող են դիմել եւ մենք կարող ենք տարբեր գործիքների միջոցով ճշտել, հասկանալ, անմիջապես իրեն պատասխանել, եթե դա նյութ էլ չլինի, մենք կարող ենք իրեն ճիշտ ինֆորմացիան տալ, տրամադրել, բայց նաեւ մի քիչ պետք է հետևողականություն ունենա մարդը, որ եթե ուզում է ճիշտ ինֆորմացիա ստանալ, պետք է մի քանի քայլեր գոնե կատարի, որ հասկանա եւ համոզվի այդ տեղեկությունը ճիշտ է թե ոչ։ Առաջին հերթին չպետք է վստահել կասկածելի դոմեյնով լրատվամիջոցներին, որոնք հիմա շատ են տարածվում, նրանք կարող են կրկնօրինակել հայտնի լրատվամիջոցների դոմեյնները եւ անվանումները եւ տարածել այդ ապատեղեկատվությունը։ Ցանկացած բaragայում պետք է մարդը ունենա կասկած, արդյոք ճիշտ է սա թե ոչ, եւ միանշանակ չընկալի իրեն մատուցված տեղեկությունը։ Ցավոք սրտի, այս դեպքում պետք է գործի մեղավորության կանխարգելքը։ Նա պետք է մի քիչ էլ նաեւ քննադատական մտածողություն ունենա, նա որ անմիջապես չհավատա, եթե տեսնում ես, որ ակնհայտ քաղաքական ուժին պատկանող լրատվամիջոցը տարածում է կասկածելի տեղեկություն, դա արդեն կասկածելի է, որովհետև նա չի կարող լինել, այո, նա չի կարող լինել քիչ թե շատ, այո, օբյեկտիվ եւ չի կարող ճիշտ
մատուցել։ Նաև այստեղ իհարկե հարց կա, որ շատ լրատվամիջոցների ետևում կանգնած քաղաքական ուժերը հայտնի չեն, բայց ինչի կապակցությամբ կարծես թե հետքը վերջերս մի նախաձեռնություն է արել, որով այդ տվյալների բազա է ստեղծել, որում կարող ես քիչ թե շատ տեսնել հետագիծը, սեփականատերերը, կապակցությունները եւ այլն։ Հա, որը շատ կարեւոր է, կարծում եմ, երևի խորտանք, որ ընտրողները, քաղաքացիները ծանոթանան եւ փորձեն հասկանալ, թե որ այն նյութը, որը որ սպառում են, ում նարատիվներն է տարածում, իհարկե որոշ բաներ միևնույն է թաքնված կմնան, բայց այդուհանդերձ եւ իհարկե մենք չենք ասում ում հավատալ եւ ում չհավատալ, պարզապես իմանալ ում, այսինքն իմանալ ով է հետևում կանգնած եւ նոր որոշել հավատալ թե ոչ։ Ես ցավոք մեր ժամանակը սպառվում է, ես մի հարց տալիս եմ բոլոր իմ հյուրերին, այսպես բլից ռեժիմով։ Մենք երբ որ խոսում ենք մոտ առաջիկա ընտրությունների մասին, նաև տարբեր հետազոտությունների տվյալներ կան, մասնավորապես IRI Միջազգային Հանրապետական ինստիտուտի կողմից իրականացվող պարբերական հետազոտության տվյալները, որով վերջին տվյալներով որոշ տոկոս ընտրողների, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի, ասում էին, որ չեն գնա ընտրությունների, չեն մասնակցի ընտրությունների եւ հատկապես այդ դիրքորոշումը երիտասարդներն են արտահայտում, բայց իմ հարցը հետեւյալն է. ինչ կասեք, ինչու պետք է գնան ընտրությունների, գուցե չպետք է գնան, բայց ձեր կարծիքն եմ ուզում լսել, ինչու պետք է գնալ ընտրությունների, հատկապես եթե երիտասարդ ես, գուցե առաջ անգամ ես ընտրությունների մասնակցում, գուցե չես էլ տեսնում նպատակը, ինչի համար պիտի վեր կենաս գնաս, ինչի պետք է մարդիկ մասնակցեն ընտրություններին, հատկապես 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Ես իմ միակ եւ հաստատ դիրքորոշումը քաղաքացի լինելու սկզբունքն է։ Դրանով դու արտահայտում ես քո քաղաքացիական պարտք չեմ ուզում ասել, բայց քո քաղաքացիական քայլն ես արտահայտում, քո բաժին մասնակցությունն ես ունենում, քո պետության կայացման կամ չգիտեմ նրա հիմքերի ամրապնդման հարցում մի քիչ կարող է շատ ինչ-որ պաթոսային բան լինի, բայց ես կարծում եմ, որ դա իմ առաջին քաղաքացիական քայլն է եւ ես մշտապես մասնակցել եմ ընտրություններին, մասնակցելու եմ ընտրություններին եւ դրանով գոնե իմ խղճի առաջ կամ չգիտեմ իմ առաջ կարող եմ բարձ լինել, հանգիստ լինել, որ ես կարողացել եմ կատարել այդ քայլը անկախ նրանից թե դա ինչպես է արտահայտվում հետո եւ այլն եւ ես կուզեմ հենց երիտասարդներին ասել որ նրանք թող հետևեն քաղաքական իրադարձություններին եւ որևէ մեկի ազդեցության տակ չընկնեն ձևավորեն իրենց ինքնուրույն կարծիքները հենց այդ ստուգումների միջոցով կասկածների եւ ստուգումների միջոցով եւ որպեսզի կարողանան իրենց քաղաքացիական քայլը անել հաջորդ տարի հունիսին սպասվող ընտրությունում։ Այո, կասկածեք, ստուգեք եւ հատկապես որ երիտասարդությունը ունի այդ ունակությունները եւ կարողությունները տեխնոլոգիական այս աշխարհում կողմնորոշվել։ Ես չեմ կասկածում մեր երիտասարդների մտավոր զարգացած լինելու, որովհետև իրենք մեզանից նաև շատ լայնախոհ կարող են լինել իրենց բոլոր այդ հնարավորությունները կան տեղեկատվող կան տեխնոլոգիաները հիմա տալիս են այդ հնարավորությունները եւ նրանք կարող են եւ ճշտել եւ ստուգել եւ ուսումնասիրել եւ հարցնել անգամ AI-ին ինչպես վարվել Այսինքն նրանք բոլոր այդ հնարավորություններն ունեն եւ կարող են դառնալ քաղաքացի։ Որ AI-ը հիմա չդառնա քաղաքականության գործոն եւ օգտագործվի քաղաքական ազդեցության նպատակով, իհարկե վախերը միշտ կան, այո, բայց այս չհաշվի չառնելով դրական նոտերը արդենք, այո, կասկածեք, ստուգեք եւ փորձեք ձեր ընտրությունը կատարել ինքնուրույն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ ես էլ։